Ահա, երեխեքին սաղին տեսանք կարը վրա։ Ահա, շատ լավ։ Ապեք երեխեք ջան։ Ուղղակի ասենք մի հատ դեմքով հիշենք, որ հետո տնային չասենք գտնենք ձեզ։ Չանեք գտնենք, էլ։ Երեխեք տեսեք, որ դասի ժամանակից մենք չխնենք, դրա համար երբ որ մենք դասը ավարտենք, վերջացնենք, ամեն մարդ գրում է իր անունը, մեկը գրում է իր մեյլը։ Ես իրանց բան կտամ, join կտամ, ձեզ հղում կգա, այդ հղումով կմիանաք արդեն, հա, կլասերումի բանը։ Դե ինչ որ դասի վերջում կարողանք Դասի վերջում այդ ամեն ինչը կկազմակերպենք։ Սաղդ կապի մեջ կլնեք, որ սիրունը տեղել ավելանաք, որովհետև տնային առաջադրանքները ուղարկելու ենք, հետո դուք ինձ հետ եք ուղարկելու այդ հարթակի միջոցով։ Լավ ջան, դասերի օրերը ու գրաֆիկները բնականաբար կփորձենք ֆիքսել, քանի որ focus չենք թումով, հա, ու ոնց որ բոլորին հարմարացնելու համար պետքա կոպիտ ասած բոլորս հարմարվենք։ Դրա համար այսօր 3 շաբթի օրը մնում է ֆիքսված ժամը 3, հա, 3-ն չէ, հա։ Ֆիքսված ժամը 3-ին ժողովուրդ ջան, իսկ ուրբաթ օրվա մասով ենք մտածում, որ հաջորդը լինի ուրբաթ, դա մի հատ էլ առանձին կքննարկենք, հա։ Այդ մասով դեռ որոշման կգանք, հա։ Okay։ Մեկը մի բան ասի։ Բանը ինչ արել է, անջատել։ Մի բան ասել։ Որ իմ էկրանը ցույց եմ տա ոնց եմ ասել։ Դե ժողովուրդ ջան, ձեզ մենակ թողեմ, բանի հետ, պրոստը էլ եմ ասում, մի քիչ ջղային այս այդ չեմ ուզում մնամ ստեղել։ Ես գնամ։ Ժողովուրդ ջան, հիմա բոլոր պետքա որ Վահանի էկրանը տեսնեք, կամերաները կարաք հանգիստ անջատեք, որ կապի խնդիրն էլ ավելի թեթև լինի, որ չընդհատվի ու հանգիստ տեսնեք, հա Վահանի։ Եթե տեսնում եք արձագանքեք ժողովուրդ։ Հա, հիասքանչը։ Դե, ձեզ բարի դասընթաց։ Շնորհակալ։ Ուրեմն ժողովուրդ ջան, տեսեք, ամենաառաջին պայմանը, որ պիտի մենք անենք, մեզ պետք է մի հատ ծրագիր ներբեռնենք մեր համակարգիչների մեջ, որի միջոցով էլ մենք այդ կոդերը գրելու ենք, հետո նոր մեր վիզուալ աչքով տենանք, թե մենք ինչ ստացանք, հա, բրաուզերի մեջ։ Դրա համար ով է տեղյակ, բանը Visual Studio-ն ինչ է իրանից ներկայացնում Visual կոդը, որի միջոցով մենք այդ գրելու ենք ու այդտեղ մեր գրածը տենանք բրաուզերում ոնց է արտապատկերվելու։ Հիմա բոլորս մեր համակարգիչների մեջ պետքա ինստալացիա անենք, նստացնենք այդ ծրագիրը, մտնում ենք Google Chrome, գրում ենք ուրեմն սա իմ հետ քայլ առ քայլ կետնանք, հա։ Գրում ենք скачать VS Code։ Երևում է, չէ՞, սաղիթ մոտ ժողովուրդ ջան։ Սաղը գնում ենք ու էդի քննում ենք։ Առաջի հղումը, որը բերում է Google-ում, դա Dovland Visual Studio կոդն է, հենց Visual Studio-ի պաշտոնական կայքն է, մտնում ենք այդտեղ, մեկ է բոլորիս համակարգիչներում Windows-ը, չէ՞ նստացրած։ Երեխեք բոլորս այս հատվածում ենք, չէ՞ արդեն։ Ամենաառաջի հղումը Dovland Visual Studio Code։ Այս կաչածը կարաք անգլերենը գրեք, ոնց ուզում եք գրեք, ինքը բերելու է ստեղ հասցնի։
Նորմալ է, տենց շատ մեծ էլ չի, ինքը մենակ բանը Visual Studio-ն պետք չի քաշել, Ժորժ ջան, Visual Code-ն ա պետք քաշել, արդեն դուք բան եք արել, States քաշել եք, տեսեք, այս հղման վրա սխմել եք, չէ, ինքը բանի բրաուզերի աջ վերևի անկյունում ինքը քաշում ա, ցույց է տալիս, որ քաշում ա, հենց քաշի վերջացնի, հա, այս վերևում ինքը սենց բարձրացավ վերև, այս հատվածը նայեք, մտնիկի կուրսորով ցույց եմ տալիս, այս հատվածում ինքը ցույց է տալու, որ քաշում ա, ինքը 106 մեգաբայթ է իր բան ընդհանուր ծավալը, ինտերնետի հետ կապված դե մի քանի րոպեների ընթացքում պետքա քաշի։ Երեխեք ջան, ով չի հասել այդտեղ, թող ասի, հասկանանք ոնց ենք, հա, իրան օգնում։ Բոլորի մոտ ստացվում, հա։ Վրեժ ջան, նայի, մտար ստեղ, չէ։ Երբ որ Google-ում դու պոիսկ ես անում, գրում ես, այս տեքստը գրել ես, search արել ես, բերում ա առաջի ես, այս լինքով մտնում ես, մտել ես ներս, բերել ա նույն բանը այստեղ, այս Windows-ի հատվածում մի հատ սխմում ես, ու ինքը բարձրանում ա վերևը քաշում ա, ստեղ որ սխմես, այս աջ անկյունում ինքը պետքա քաշի, նայի, եղավ, երեխեք ջան, ում մոտ չի ստացվել, արձագանքեք, եթե ստացվել է, արդեն քաշ է պրծելը, ասեք հասկանանք։ Քաշել եք, նստացրել եք, հա, Մարիամ և Վալոդյա։ Ապրեք։ Էրիկ ջան, քո մոտ ստացվել է։ Շատ լավ է։ Վրեժի մոտ քաշում է։ Միլենայի մոտ ստացվել է։ Լավ։ Գևորգ։ Ուրեմն տես, Գևորգ ջան, գրում ես скачать VS Code, Visual Studio, հա, իրա հապավում։ Հետո մտնում ես առաջի հղումով, ու այս Windows-ի հատվածում երբ որ սխմում ես, ինքը արդեն ներբեռնում է։ Սխմել ես այս հատվածի վրա։ Բրաուզերի աջ անկյունում ինքը քաշում է, երևում է քեզ։ Ապրես։ Երբ որ արդեն ինքը վերջնական քաշի պրծնի, կբացես ու ինքը ընդեղ քեզ պունկտերը ասելու կհամաձայնվես ու կնստացնես։ Կներեք։ Մնացածի մոտ արդեն նստել է, բացվել է, ժողովուրդ ջան, ոնց որ սենց։ Բացում է ինքը, հա, ֆայլ, նյու այս մասերը սաղ կա,
Հա, պետք չի այս կոդերը լինի, այս կոդերը հեչ, հաշվեք չի կարելի։ Սենց պիտի լինի, դատարկ պիտի լինի։ Այս սենց վիճակ պիտի լինի, դատարկ, ամեն ինչը դատարկ, որ 0-ից անենք։ Հելա։ Մի քիչ ձախ կպահես, Արևիցյան, մի քիչ ձախ պահի, ձախ։ Հա, այն վերևի հատվածից պիտի բացենք։ Հա, հեսա ֆայլը երբ որ ստեղծենք, նոր իրա մեջ կգեներացնենք, կբացենք։ Մնացածի մոտ էլ է, չէ, տեն ժողովուրդ ջան։ Ինչ արեց։ Բրաուզերի վերևը քաշեց բրծա։ Իրա վրա սեղմի, այդ setup ֆայլն է իրա, թող բացվի։ Ինքը այնտեղ քեզ համաձայնելու բանա չէ տալիս։ Առաջ գնա։ Պետք է բացեմ։ Արել է, նստավ, վերջնական ֆինիշն էլ արել ես։ Արդեն սենց բացել է, այս նշանով, կապույտ։ Այս տակի նշանով բացել է։ Всё, ուրեմն քո մոտ էլ է ստացվել։ Երեխեք ջան, կա մարդ, որ իրա մոտ չի ստացվել հələ։ Դա, եթե բոլորի մոտ ստացվել է, ուրեմն գնում ենք առաջ։ Ժողովուրդ ջան, մենք մեր դասերը սկսելու ենք HTML-ից։ Մենք ուրեմն տեսեք, ունենք հստակ կանոնակարգ, հստակ դասի պլան ունենք գծած, բայց քանի որ մերը հեռավար դասընթաց է ու մենք կարանք հանգիստ շեղվենք այդ ամեն ինչից, հենց որ հանգիստ ամեն ինչը հասկանալով մեզ պետքա որ յուրաքանչյուր ոք հասկանա մենք ինչ ենք անում, ինչի համար ենք հավաքվել, ընդհանրապես ինչա իրանից ներկայացնում այդ թեգերը, ամեն ինչը, այդ կոդերը, ամեն ինչը իդեալական կլինի բոլորի մոտ, նոր առաջ կգնանք, եթե պետքա մի թեմային 1000 անգամ կանդրադառնանք, մենակ մի հատ խնդրանք ունեմ, ով չի հասկանում, ինչի մասին է խոսակցությունը, ինչի մասին է ընդհանրապես այդ թեգը, կամ այս ծրագիրը ինչի մասին է ընդհանրապես, խնդրում եմ շուտ արձագանքեք, որ հասկանանք, որ այդ մասը չի տպավորվել այդ մարդու մոտ։ Նենց չլինի, էլի դասը վերջացնենք, պրծնենք, նոր ինքը մտածի, որ այդ մասը ինքը լավ չի հասկացել։ Առանց ամաչելու, եղել է 1000 անգամ ես մի բանը իմ սովորելու ընթացքում հարցրել եմ ու ուզել եմ իմանամ։ Ես առանց կաշկանդվելու ուզել եմ ու պահանջել եմ ինձ սովորացնողից պահանջել եմ, քանի որ դա, եթե ես մի բան եմ սովորացնում, ես ուզում եմ, որ իդեալական լինի այդ ամեն ինչը ու ուզում եմ, որ սաղիդ մոտ իդեալական նստած լինի, այն թեման, որին որ մենք անդրադառնում ենք, խոսում ենք, երբ որ իդեալական եղավ, մենք նոր հաջորդ թեմային ենք անցնելու։ Հիմա եթե սաղի մոտ այս կոդը իդեալական նստել է, ամեն ինչ նորմալ է, անցնում ենք առաջ։ Գնում ենք սովորական տեքստավոյ ֆայլ սարքելու։ Երևում է, չէ՞, իմ էկրանը բոլորիդ։
Ջորջան, միկրոֆոնները միացրեք։ Visual Studio-ն չի բացում են նշանով էս կապույտ։ Կոդը հələ պետք չի որ բացի։ Այս ծրագիրը սենց բացում է թե չէ։ Վերևը պետք է գրած լինի File, Edit, Selection, View, Go, Run։ Ոչ մի բան չի բացում։ Համակարգչի մեջ պիտի փորձես, հեռախոսով պետք չէ փորձել։ Հիմա համակարգչի մեջ բան ես անում, չէ՞, դու ներբեռնում ես։ Դե Գևորգ ջան, ներբեռնի ու առաջ անցնենք, հա։ Մայրամ ջան, իմ էկրանը երևում է, չէ՞ ձեզ ինչ անում եմ։ Գևորգ ջան, քեզ ենք սպասում, որ վերջացնես կասես, հա։ Երեխեք, հիմա քանի որ ժամանակ ունենք, եկեք ամեն մեկը ով հեռախոսով բան արեք, հա, WhatsApp-ով ամեն մեկը ձեր անունը գրեք, իրա տակն էլ գրի թող իրա մեյլը ու ուղարկի։ Գևորգ ջան, եղավ։ Հələ մի քիչ մոտ կպահես, Գևորգ ջան։ Դու այն իմ ցույց տված հղումով ես մտել, տենց մի մտի։ Մտի հիմա մտի Google։ Գրի Google։ Մտի Google մտի։ Հիմա այդ պոիսկի հատվածում գրի։ Скачать կամ download կրի, չգիտեմ, скачать VS կոդ գրեցիր։ Անգլերեն VS ու կոդ։ Հենց առաջինը սխմի մտի։
Հիմա այն Windows-ի նկարը որ կա, պինգվինի ձախ, ապրես, էդի սխմի։ Հիմա էկրանի աջ անկյունում քաշում է, չէ՞, վերևը։ Հեսա որ քաշի վերջացնի, իրա վրա կսխմես ու առաջ կգնաս քայլերով ու կնստի ինքը, շատ հեշտ։ Էրիկ, Վրեժ, ուղարկեք ձեր մեյլերը։ Գևորգ ջան, քաշեցիր։
Ես քո էկրանը ճիշտ ասած լավ չեմ տենում։ Համաձայնվի իր հետ, ընդեղ բանի տեղ կա, տիշկայի տեղ, էդի նշի, որ ինքը քեզ թույլ տա դու առաջ գնաս։ Համաձայնվի էլի։ Բայց հիմա նստում ա, սպասի։ Գնում ա Զագրուսկան։ Մոտեք հա դուք իրար, Արագ ջան։ Վիզուալ կոդի նշանով նայի, կապույտ գույնի նշան պետք է լինի։ Всё, ապրես։ Всё, ժողովուրդ ջան, սաղիս մոտ կա, արդեն կարանք առաջ շարժվենք։ Հիմա գնում ենք համակարգչի էկրան, ամեն մեկս մեր անունով մի հատ ֆոլդեր ենք ավելացնում։ Այդ ֆոլդերը բացում ենք։ Ձենս լսվում ա, չէ՞, սաղիդ մոտ, ժողովուրդ ջան, նորմալ։ Շատ լավ։ Այս պապկայի մեջ մտակ, չէ՞։ Հիմա տալիս ենք new text document։ Ժողովուրդ, սաղդ այս new text document-ը արել եք, չէ՞։ Չէ, սովորական գնում ես քո դեսքթոփի վրա, էկրանիդ վրա, համակարգչիդ էկրանի վրա, մի հատ սովորական պապկա ես սարքում, մենյուդ ռուսերեն ա, թե անգլերեն, Գևորգ ջան։ Տալիս ես
Создать պապկու։ Տվեցիր։ Մտնում ես պապկայի մեջ, հետո էլ անում ես создать տեքստовой դոկումենտ։ Սարքեցիր։ Создать տեքստовой դոկումենտ։ Տակից երրորդը պետք է լինի։ Հլը նենց պահի ես տենամ։ Չէ, երբ որ դու պապկայի մեջ ես, երբ որ դու տենում ես ես ինչ եմ անում։ Երբ որ new ես անում կամ создать, իմ մոտ new-ա, քո մոտ պետք է լինի создать։ Այս տեքստовой դոկումենտը չկա։ Սխում ես դրա վրա։ Նայի նշանով թեկուզ նայի։ Նովի տեքստовой դոկումենտ պետք է լինի։ Ապրես։ Երեխեք սաղիդ մոտ եղել է, չէ, ում մոտ չի լինում, թող ասի իմ մոտ չեղավ։ Մի հատ իրան բան եք անում, переименовать եք անում, եթե ռուսերեն է, եթե չէ, rename եք անում, գրում եք index.html։ index.html։ Переименовать տալիս է քո մոտ Գևորգ։ Ժողովուրդ, այս ինդեքսը, որ գրեցիք Google Chrome-ի այս նշանով եկավ։
Ջորջ ջան, կապի մեջ եք։ Արևիկ ջան եկավ։ Եկել ա վրեժը։ Գևորգը պիտի կրճի, ճիշտ է։ Ջորջ ջան, սաղիդ մոտ եղել ա այս հատվածը։ Որ գրում եք index, ինքը Google-ի նշանով բերում ա, չէ՞։ Բերես։ Ոչինչ, նորից բացի ծրագիրը, ոչ մի խնդիր։ Ինչ ա ուզում, հələ մի հատ միացրու նայենք։ Էդի փագի։ Փագի, էդի փագի, դու նորից բանը քո համակարգչի վրայից բան արա, միացրու վիզուալ կոդը ու վերջ։ Վերջ եղավ։ Երեխեք ջան, իմ էկրանը երևում ա, չէ՞, ձեր մոտ հələ։ Երևում։ Հիմա երևում ա, չէ՞, էկրանս։ Երիկ ջան, քո մոտ էր, չէ՞ խնդիրը։
Դու այդ իմ ասածը փակեցիր, քո էկրանի վրայի վիզուալ կոդը նորից run տվեցիր, չի անում։ Հələ մի հատ միացրու արա, էլի տենց որ տենամ։ Ստեղից մի բացի, դու այդ ծրագիրը արդեն քո համակարգչի մեջ նստած է, եթե դու install ես արել։ Հիմա այս բանը փակ, Google Chrome-ը փակ, հետի փակ, էդ էլ գծով քիչ ներքև, էլի մի վերջնական փակի։ Էդ էլ փակ, տես քո էկրանի վրա կա Visual Studio-ն, թե չկա։ Փակի դրանք ու գծով իջացրու։ Դե հիմա երկու հատ իրա վրա սխմի, թող բացվի։ Չորդ մնացածի մոտ այս ինդեքսը ոնց իմ մոտ ա սենց բացած, ձեր մոտ էլ ա, չէ, տենց բացել։ Ինդեքս այս նշանը մեկ է Google-ի այս նշանը փոքր։ Հա ոնց ա եղել Վրեժ ջան, հələ բացի տենանք։ Վրեժ։ Բացի տենանք, ոնց ա բա եղել քո մոտ։ Հայրամ ջան, ձեր մոտ, Վալոդիա, ձեր մոտ եղել ա, չէ, դետի։ Երեխեք, ձեր մոտ այդ ֆայլը նորմալ եղել ա, չէ։ Ինչ արեց։ Visual կոդին սխմել ես, ուրիշ բան ա բացել երիկ։ Հələ ցույց տուր էլի, մի անջատի էկրանդ, մինչև վերջնական արդյունքի չհասնենք։ Բաց մի հատ։ Էդի փակի, այն ներքևը, որ երևում էր վիզուալ կոդը։ Ուրեմն դա ինչ-որ մի բան չես համաձայնվել քաշելուց։ Հələ մի հատ մոտ պահի, էլի, տենամ ինչա։ Ինտերնետիդ հետ ամեն ինչ նորմալ ա։ Հիմա որ դա փակում ես ու Visual Studio-ն ես բացում, չի լինում։ Հələ նորից փակ։ Հիմա փակ ես ծրագիրը, այս էլ փակ։ Գնա Visual-ի այդ իկոնկայի վրա ու երկու հատ սխմի։ Տենամ Visual-ի իկոնկեն։ Ուրա։ Կապույտ գույնի։ Երիկ իմ էկրանը երևում ա, չէ, քեզ նորմալ, ինքը սենց բանով ա։ Սենց ա ինքը։ Սենց չի բացել, իմ էկրանը չի բացում քո մոտ։ Երեխեք, երևում ա ձեր մոտ։ Հիմա բացեց։ Հիմա որ սենց եմ անում, երևում ա։ Իսկ հիմա տենում ես։ Հələ մի հատ կմոտիկացնես ավելի։
Չէ, Մայրամ թող մոտիկ ասնենք տնամ էլի։ Index-ը HTML ֆայլը տենց է բացել։ Երեխեք ջան, մի վարքյան։ Էրիկ ջան, դու կարաս էդի ջնջես մի հատ նորից նույնը քաշես Visual Studio-ն, նորմալ, որ ինքը նստի։ Հələ մի հատ լրիվ ջնջի, նորմալ նստածվի, էլի վիզուալը։ Ինչ չի արել։ Google-ի նշանը չի բերել։ Սա մի վարքյան։ Հա։ Ինչ ա բերել։ Դու ջնջեցիր են հինը։ Հա։ Նորն ես անում, նորը նույն իմ ասած հերթականությամբ քաշում ես, չէ։ Հա, որ բերում է ֆայլերի մեջ, սախրանից արա, որ ինքը պահպանվի քո C դիսկում։ Բայց մտել ես настройки-ի մեջից ես ջնջե վերջնական, Էրիկ ջան։ Մի հատ հələ մոտ պայի կարդամ, էլի ինչ ասում։ Չեմ, չի երևում էկրանդ մաքուր։ Ինչ Windows-ա նստացրած կոմպի վրա։ Windows-ի որ վերսիան է նստացրած։ 10, 11, 8, 7, որն է։ 7։ Իսկ տարբերակ ունես թարմացնելու, Էրիկ ջան։ Հիմա տարբերակ ունես, էթաս երեխեքի մեկի մոտ մինչև այդ հարցը կարգավորես, թարմացնես, որովհետև այդ պատերժված չի անում, էլի այդ վերսիան։ Երեխեք Էրիկին ով է մոտ։
Վրեժ քո մոտ բացել է, չէ՞։ Էրիկ ջան, կարաս վրեժի հետ միանաս, մինչև այդ Windows-իդ վերսիան թարմացնես։ Դե իրա հետ միացի, որ շարունակենք, էլի։ Այդ տեքստավոյ դոկումենտը, որ անում ես, Google-ի նշանը չի վերում։ Հələ մի հատ կբացես, վրեժ ջան։ Հələ դիր այդ դոկումենտի վրա։ Տեքստավոյ դոկումենտ ես սարքե։ Նենց մոտ պահի, որ տենամ, էլի, հա։ Վրեժ ջան, ուղիղ պահի, էլի էկրանդ։ Ու հիմա պահի այդ տեքստավոյ դոկումենտի վրա։ Հիմա հələ իրան աջ քլիք արա։ Իրա վրա աջ քլիք կանես մկնիկով։ Արա աջ քլիկը, որ մենյուն բացի։ Մկնիկի աջ կողմի կնոպկան սխմի։ Հա։ Լավ, արա։ Քո համակարգչի վրա ինչ վերսիա է, որ վրեժ ջան։ Արևիկ ջան, քո մոտ index այդ ֆայլը բերել ա Google Chrome-ից նագով։ Ինչ արե։ Հա, վիզուալ կոդը կա, բայց բանը, ինչ անունը, այդ index ֆայլը չկա, բանով Google-ի զնակով։ Հեսա, թող մի հատ է պերեզագրուսկա լինի վրեժի մոտ ու շարունակենք։
Yeah. Mm.
Վրեժ ջան, քո մոտ չէր լինում, չէ, եղավ։ Հա, միջնակիրներ կան դա Windows-ը չի պատճառել, կանոն չի վիզուալը քաշել եւ կապված էլի։ Հա, Էլ բանը, արա։ Եղավ քո մոտ։ Լավ, մայրամենք էլ հեսա միանան ու բանան են։ Հա։ Հեսա մայրամենք էլ, Վրեժ ջան, հեսա մայրամենք էլ միանան ու շարունակենք։ Ես մոտ ինչ սկսել բանն շարունակել, տեքստը Հա, ֆայլը բարձր, file, new text file, new file։ այս դրական արդեն սարքի ինդեքս HTML։ Այս ո՞նց է անում ինքը այստեղ։ Ինչա՞։ Պապկին սարքի է։ Հա, բապկեն սարքի։ Այս դեպքում ֆայլը Ну, ինքը մի ասում է ուր է։ Որտե՞ղ է, Հա, սնդը պապկին բաղում ես։ բացես կողքով կանց, հա։ Հասկացա։ Մեկ էլ իմ էկրանը խի շեյր չի լինում նորմալ, վերես։ Հələ էսա։ Հա։ Չես երևում։ Երեխեք ջան, սաղդ միացել եք, չէ՞։ Սաղի մոտ Visual Studio Code-ի այդ տարբերակի հետ խնդիր չկա, չէ՞, բացվել է։ Էդգարը միացել է, չէ՞։ Այստեղ WhatsApp-ը ով գրեց։ Էրիկը արդեն վրեժի մոտ է։ Հա, ասա վրեժ ջան։ Հա, Google Chrome-ի, ոչինչ, ուրիշ տարբերակ կա, հիմա այտենց կանենք, որ սաղից մոտ է բերի։ Հիմա ժողովուրդ ջան, սաղդ բացել եք, չէ՞, Visual Code-ը։ Հիմա ես որ բացում եմ, ձեր մոտ երևում է, չէ՞։ Visual Code-ը բացել է։ Հիմի այս պապկեն, որ սարքել էինք, քանի որ չի բացում, խնդիր է տալիս, տեղից ջնջում ենք էսի։ Ուղղակի ջնջեք, մեզ դատարկ պապկա է պետք։ Մի հատ դատարկ պապկա է պետք ու անունը ձեր անուններով դրեք։ Իմ պապկայի անունը Բաղանիս է։ Սաղդ ունեք, չէ՞, դատարկ պապկան։ Արևիկ ջան, իմ էկրանը երևում է, Visual Code-ը հիմա, որ ցույց եմ տալիս ես։ Ծրագիրը բաց երևում է, չէ՞։ Չենք անում, չէ, Գևորգ ջան, չէ, ուղղակի մեզ դատարկ պապկա է պետք։ Ես այս քայլերի հերթականությունը կասեմ, ոնց անեք, որ այդ զնակը գա։ Իմ էկրանը երևում է ձեզ ժողովուրդ։ Всё։ Հիմա սաղս մտնում ենք Visual Code, տալիս ենք file ու տալիս ենք new file։
Արեցիք։ Անունը դնում եք index, այս հատվածում գրեցիք, չէ, ժողովուրդ ջան, որ ֆայլը տալիս եք, new file, ստեղ գրում եք index.html։ Ինչ անում։ Գևորգ ջան, այն ձախ վերևի հատվածում չկա ֆայլ գրված Visual Studio-ի։ Տալիս ես այդ ֆայլ։ Նայ, տալիս ես տեղ ֆայլ, երևում է, չէ, ես ինչ եմ անում։ Հետո տալիս ես new file։ Այս վերևի հատվածում ինքը քեզ թողում է, որ գրես, գրում ես index.html։ Էսի գրի պրծի, անցնենք առաջ։ Գրեցիր։ Երեխեք մնացած սաղի մոտ եղել է։ Այս index.html-ը որ գրեցինք, որ enter ենք տալի, ինքը ասում է որտեղ պահեմ։ Եթում ենք desktop, թե որտեղ որ ձեր պապկեն պահել եք, սխում եմ այս պապկայի վրա ու իրա մեջ create եմ անում ֆայլը։ Հիմա գնում ենք, տենում ենք, պահվել է այդ ֆայլը, թե չէ։ Նայեք, բաղանիս մեջ է index ու արդեն Google-ի զնակով։ Սաղի մոտ էսի եղել, հա։ Միացրու էկրանդ ու պահի համակարգչի վրա։ Visual Studio-ն բացի, այս հատվածը բան արա X-ով փակի, կարմիր X-ով փակի։ Փակեցիր։ Հիմա սխմի ֆայլ, Visual Code-ի end ֆայլը։ Նենց պահի ես տենամ, էլի մի քիչ ձախ կպահես ու մոտիկացրու։ Տալիս ես new file, նայի տակը երկրորդը տալիս է new file, հələ սխմի։ Սխմեցիր, վերևը տալիս է, չէ, քեզ գրելու տեղ։ Հիմա այդ վերևը գրում ես index indx։ Նայի իմ մոտ ոնց է գրվում։ Այսենց index.html։ Այնամ գրեցիր, enter սխմի։ Հիմա ասում է, որ պապկայի մեջ ես պահպանեմ ես նոր ստեղծված ֆայլը։ Քո այն պապկան, որը դատարկ նոր ստեղծեցիր քո անունով։ Գնում ես նշում ես դա։ Որտեղ է desktop-ի վրա ես արել։ Վրեժ ջան, եթե desktop-ի վրա ես արել, ձախ կողմից ընտրելու քեզ հնարավորություն է տալիս բացվող մենյուի ձախ։ Տալիս ես desktop, որ քո պապկան կարողանաս ճարես։ Շատ լավ։ Desktop-ը քո մոտ rабочий стол է լինելու։ Rабочий стол սխմի։ Հիմա քո անունով այդ պապկան կարում ես ճարես։ Նայ գրված անդե պապկաները, քո նորվա ստեղծած պապկան, դատարկ։ Ուրա։ Վրեժ անունով թղթապանակ սարքել ես, ուրա։ Բա ինչ ես դրել, պապկայի, դատարկ պապկայի անունը ինչ է իրա մեջ պահի։ Ըհն, այդ նովայա պապկայի մեջ մտի, սխմի երկու հատ։ Ու տակը տալիս է создать ֆայլ, create ֆայլ արա ուրեմն։ Արեցի՞ր։ Դե հիմա գնա տես այդ պապկայի մեջ էտի կա, թե չկա։
Հələ մոտիկացրու։ Վերևը չկա, վերևի գրածը բա ինչա։ Անունը ինդեքս չդրեցիր վրեժ։ Գրեցիր index.html, չէ։ HTML։ Արևիկ ջան, քո մոտ ստացվել է։ Վալոդյա ջան, ձեր մոտ ստացվել է։ Ձեր մոտ եղել է, չէ, երեխեք, ոնց իմ մոտ է եղել, ձեր մոտ նույն ձևի եղել է, ասենք այս ձեր մոտ սենց եղել է, չէ, այ սենց։ Հա, օքեյ, կարա օպերայով լինի, բայց քափքատով չէ։ Ոչինչ, այս պահն է դժվար, էսի մի հատ սաղիս մոտ կազմակերպենք ու կանցնենք առաջ։ Վրեժ ջան եղավ։ Արա, թազեն արա։ Մնացած բոլորի մոտ նորմալ է, չէ, ու մոտ նորմալ չի ասեք, էլի ժողովուրդ, եթե այդ զնակով չի բերել, այդ ֆայլը create չի եղել։ Այսինքն չի ստեղծվել նոր ֆայլ։ Եղավ, ապրես։ Տեսա, որ ուզում է սրնում է։ Չի եղել ձեր մոտ։ Մի հատ կմիացնեք երեխեք ջան ձեր բանը, էկրանը։ Վալոդյա և Մարիամ, կմիացնեք ձեր էկրանը երեխեք ջան։ Չի երևում իմ մոտ։ Մարիամ ջան, ես ինչ անում եմ երևում է, չէ ձեր մոտ հիմա։ Հիմա հերթականությամբ նայեք նորից։ Այս բաղանիս պապկան ջնջում եմ։ Նորից քայլ առ քայլ անում ենք։ Նայեք, ստեղծում ենք նոր ֆոլդեր, պապկա։ Կապ չունի, մենյուն, եթե անգլերեն է ֆոլդեր, եթե ռուսերեն է պապկա ենք ստեղծում։ Հիմա սա մի հատ ուղակի rename եմ անում, անուն եմ դնում, որ շուտ գտնեմ իրան։ Ես դնում եմ բաղանիս այս պապկի անունը։ Հիմա բացում եմ այս պապկեն, տենում եմ, որ ինքը լրիվ դատարկ է, օքեյ, եթում եմ Visual Code, Visual Code-ում տալիս եմ file ու տալիս եմ new file։ Ստեղ գրում եմ index.html։ Անում եք, չէ, դուք նույնը հիմա իմ հետ։ Երբ որ ես այսքանը գրեցիք, ապրեք, երբ որ enter եք անում, ինքը ասում է, ես ուր տանեմ պահեմ այս ֆայլը, ես իրան ասում եմ գնա desktop, հա, բաղանիս պապկեն բացում եմ ու ասում եմ create արա այս պապկայի մեջ։ Всё, ինքը գնաց նստավ ընդեղ, նայեք ուղին էլ է ցույց տալիս այս վերևը, C users HP desktop բաղանիս index.html։ Ու ստեղ արդեն ինքը բացել է։ Ձեր մոտ այդ հատվածը եղավ, թե ոչ։
Ոնց է բացում։ Կարմիր կլոր նշան, ուրեմն ձերը օպերայով է բացվում։ Դուք դա կարաք ձեր հիմնական բրաուզերը փոխեք Google Chrome-ի, եթե չէ, օքեյ։ Երբ որ դու բրաուզերը փոխել ես տալի, properties ես իջնում, դե change ես տալիս, ու իջնում ես ներքևից, փոխում ես, OK ես անում, ինքը փոխվում է։ Նայես դե, երբ որ ստե բացում ես properties, այս change կա, կամ изменить կա, եթե ռուսերեն է։ Սխմում ես, ու ստեղ ինքը քեզ այլընտրանքային տարբերակներ է տալիս, դու կարաս ընտրես, այդ օպերան փոխեք Google Chrome-ով։ Ինչ է տալիս։ Դե էլա միացրու մի հատ քոնով անենք, էլի քո մոտ ոնց որ ստացվում էր, չէ՞ էկրանը ցույց տալ։ Հələ դե միացրու։ Հիմա մոտիկացրու, այդ ֆայլը ուր է։ Հիմա աչ քլիկ արա, մկնիկի աչը սխմի, թող մենյուն բացվի։ Մկնիկի աչը սխմի իրա վրան։ Ըհը, ամենատակը բաց, կորավ նկարը։ Հա, ուր էդի։ Կորում է վիդեոն։ Մի հատ նենց պահի, որ տենամ էլի։ Սենց է բացում։ Հələ մի հատ նորից աչ քլիկ արա ու ամենատակը ինչ է տալիս մենյուները հələ ասա։ Свойствան մտի։ Հիմա ընդեղ կարաս այն օպերան, որ երևում է, կողքը изменить կա, չէ։ Դե տուր изменить։ Հիմա Google Chrome-ը ընտրի են տակից, տենում ես Google Chrome-ի զնակը, երրորդն է։ Նշի։ Մի անջատի վիդեոտ էլի։ Նշեցիր Google Chrome-ը։ Okay արա, պահպանի այդ բանը, փոփոխությունները, տակը գրած է, չէ՞, save կամ սախրանից։ Okay կամ։ Հələ մոտիկացրու։ Всё, ընտիր։ Երեխեք ջան, ձեր մոտ էլ էլի այդ տարբերակով փոխեք, նույնն է ձեր մոտ է, չէ՞, կարմիրը տալի, Մարիամ ջան։ Փոխեցիք։ Կարող է Google Chrome-ը չունեք։ Համակարգչի մեջ կա, չէ՞ Google Chrome։ Հիմա որ այդ աչ քլիկ միացրեք Մարիամ ջան, Վալոձե ջան, միացրեք տենանք ոնց եք անում, էլի որ չի լինում, օգնենք, անենք, առաջ անցնենք։ Չի երևում։ Ռուսերեն է քո մենյուն։ Հա, եթե ռուսերեն է, նորից մտի свойства, այն տեղից տալիս է изменить, չէ՞։
Google չկա, Google Chrome չկա գրած։ Հա, հենց տակը ընտրեք իրան, ընտրեք, թող փոխվի։ Ու օքեյ կտակ, ընդ սохранить изменения կտակ։ Միանգամից Google-ն է բացում, ես չեմ տենում էկրան, երեխեք ջան, միացրեք, որ տենանք, հասկանանք ինչ կա։ Այրամ ջան, հələ մոտ կպահես այդ տեքստավոյ դոկումենտը, որը որ արդեն սարքել ես, դրա մոտ։ Հիմա դրա վրա աջ քլիք արա, ռուսերեն, մենյուտ։ Ըհը, տակը свойства կա, չէ՞, սխմի դրա վրա, աջ քլիք արա, свойства կա, չէ՞, տակը ամենա։ Հիմա անդեղից հələ մոտիկ պահի, изменից կա կամ edit-ա, չէ՞։ Հիմա Google Chrome-ի վրա երկու հատ սխմի։ Ըհը, հիմա տակը ներքևը օքեյ արա կամ սохранить изменения, ոնց ա բերում։ Արեց։ Տենամ, հələ մոտիկացրու։ Փոխեց, չէ՞։ Всё, ապրեշա։ Երեխեք, սաղի մոտ այդ նույն ձև, այս ձևի ֆայլ է, չէ՞, արդեն բացել։ Սենց։ Եթե սաղի մոտ բացել է, առաջ ասնեք, մարդ կա, որ հələ չի բացե իրա մոտ։ Всё, անցնենք առաջ։ Վերջ ամենադժվար ասենց կոպի տեխնիկական մասերից անցանք առաջ։ Հիմա ժողովուրդ ջան, վիզուալ կոդի մեջ, վիզուալ կոդը ինչի համար է նախատեսված։ Մենք ստեղ գրելու ենք մեր սաղ ծրագրային լեզվով, այդ ամեն ինչը սաղ ստեղ ենք գրելու։ Իսկ հետո գնալու ենք բրաուզերում տենանք մեր գրածը ինչ արդյունք է ունեցել։ Սաղ կոդերը ստեղ ենք գրելու։ Ամենասկզբից գրում ենք HTML ու բերում է սենց։ Իմ էկրանը երևում է, չէ՞ էլի։ Այս HTML 5-ի վրա եք իջնում ու սխմում եք, enter եք անում, բերելու է այսենց բան։ Բերեց։ Բերել է բոլորիդ մոտ ժողովուրդ։ Էսի սաղ բերես, չէ՞։ Հələ, մի վարքյան կննեք։ Հələ մի քիչ այս էկրանի ներքևի մասը տարեք այն կողմ, իսա դա գրված։ Էկրանին սկրոլ է առաջացել, ըհը։ Չէ, всё, բացեց։ Եղավ նույնը, չէ, նույն ձևի է։ Ուրեմն հեսա կխոսանք սրանց մասին։ Էսի HTML ֆայլի հիմնական ֆունդամենտալ գաղափարներն են, երեխեք ջան, ստեղ ներառված։ Սաղի մոտ ստացվել է, չէ, որ ուշադիր լսեք ժողովուրդ ինչ եմ ասում։ Եթե մարդ կա, որ իրա մոտ չի ստացվել, ինքը հələ այս փուլում չի, հիմա արձագանքում է, ասում է իմ մոտ չի ստացվել, եթե չի, առաջ ենք անցնում։ Всё, շատ է։ Միացրած է, հա։ Ուրեմն ժողովուրդ ջան, այս ամեն ինչը որ գրած է, սա HTML-ի ֆունդամենտալ հիմնարար գաղափարներն են, որոնց մասին մենք այսա հատ բան կանենք, առանձին կանդրադառնանք։ Ուրեմն ստեղ գրած է doctype HTML։ Էսի ասումը նորմալ ձենս լսվում է, չէ, եկեք ես էլ բան անեմ։ Լսի, անջատեմ, որ նորմալ ձենս լսվի, որովհետև ձերը կտրատելով է գալի իմ մոտ։
Ուրեմն ժողովուրդ ջան, ինչա իրանից ներկայացնում doctype HTML-ը։ Սա ասում է բրաուզերին, թե ինչ տիպի փաստաթուղթ է ինքը։ Այսինքն HTML փաստաթուղթ է, ինքը հուշում է բրաուզերին, որ սա HTML փաստաթուղթ է։ Ստեղ մենք կայքը կարաս հին բրաուզերները ընդհանրապես իրան չհասկանան, եթե ինքը այդ ֆորմատը չտա։ Իր հիմնարար կարևոր գաղափարը դա է, ինչի համար է doctype HTML-ը։ Language-ը տալիս է, որ ինքը անգլերեն է, ուրեմն ինչա բանը HTML փաստաթուղթը HTML փաստաթուղթը տալիս է, որ հենց ստեղից սկսվում է web edge-ը։ Իսկ բոլոր մնացած այդ տարերը, ինչը որ մենք գրելու ենք, լինելու է սա իրան ներսում։ Իրանից հետո գալիս է head-ը, head-ը անգլերենից նշանակում է գլուխ։ Այս հատվածը ինքը հիմնականում թաքնված է այցելուներից, էսի մեր համար է, մեր ծրագրավորողների համար է, գլխամասային հիմնական գաղափարները դրվում է ստեղ։ Այս meta charset UTF-8-ը, էսի նշանակում է, որ ինքը օգտագործում է Unicode-ի այս լեզուն, կոդավորման այս լեզուն է օգտագործում։ Meta name-ը տալիս է սրանք անդրադառնանք, title-ի մեջ տալիս է document։ Title-ը նշանակում է վերնագիր, այսինքն եթե մենք այս դոկումենտի փոխարեն ամեն մեկս գրենք մեր անունը, մենք կտենանք, որ հետագայում, հեսա որ մտնենք բրաուզեր, կտենանք, որ բրաուզերի վերևի հատվածում լինելու է այդ անունը։ Ամեն մեկը կարաք ձեր անունը գրեք կամ ինչ ուզում եք գրեք։ Ու այս մասում արդեն ավարտվում է head tag-ը, այսինքն մեր թեգերը լինում են բացվող ու փակվող։ Head tag-ը իր մեջ ներառեց իրան վերաբերական ու հիմնականում միայն ծրագրավորողին վերաբերական թեգեր, որով ինքը բացվեց ու այս մասում արդեն փակվեց։ Հա, այսքան մասն էր head-ի գաղափարը։ Հետո իրանից հետո գալիս է body-ն։ Body-ն անգլերենից թարգմանաբար նշանակում է մարմին։ Մենք մեր հիմնական ողջ կոդը գրելու ենք body-ի ներսում, ժողովուրդ ջան։ Մեր բոլոր այդ կոդերը մենք գրելու ենք body-ի ներսում։ Այսօր մենք ծանոթանալու ենք մի քանի թեգերի հետ։ Ժորժ ջան, իմ ձենը լսվում է, չէ՞։ Այս head-ի հետ կապված հարց ունեք ու մնացած HTML-ի հետ կապված։ Շատ լավ։ Այսօր ուրեմն մի քանի թեգի հետ կծանոթանանք, թեգերը ինչի համար են, որ մենք իրանց մեջ ինչ-որ բան գրենք, ու այդ գրածները մենք կարողանանք արդեն բրաուզերում արդեն մենք վիզուալ աչքով տեսնենք, դրա համար են նախատեսված։ Ուրեմն առաջի թեգը, որի հետ մենք կծանոթանանք, դա h1 թեգն է։ Ուրեմն թեգը գրվում է, ասեն ժողովուրդ ջան, բացում ենք, այսի մեզ դպրոցից ծանոթ է որպես փոքրի նշան, չէ՞։ Բացում ենք, գրում ենք թեգի անունը, գրում ենք h1 ու փակում ենք թեգը։ Երբ որ փակում ենք, ինքը արդեն ավտոմատ իր փակվող հատվածներ է բերում, իրանց տարբերությունը նայեք որն է։ Էսի բացվող հատվածն է, մեկ է կա փակվող հատված, որը slash-ով առանձնանում, այսինքն մենք ինչ որ գրելու լինենք, գրելու ենք այս հատվածում, օրինակ գրում ենք բարև, հա։ Մի հատ բոլորդ կանեք, այս ինչ որ ես անում եմ, երեխեք։ Շատ ապրեք։ Ժորժ մնացած դելեք, արա, հեսա բան ենք փորձելու, դրա համար եմ ասում։ Շատ լավ։ Այս որ բացել եք, body-ի մեջ գրում եք h1, ինքը h1-ը նախատեսված է վերնագիր գրելու համար։ Գրում ենք, ասենք, չգիտեմ, բարև կամ ինչ ուզում եք գրեք ու հիմա մենք իրան եթալու ենք բացենք բրաուզերում ու տենանք։ Գրում ենք մեր արդեն իսկ ստեղծած թղթապանակ, պապկան, բացում ենք ու այս մեր ֆայլը, որը որ create ենք արել index անունով, երկու անգամ սխմում ենք իրա վրա։
Բացեց։ Սաղի մոտ բացել է, ձեր գրած տեքստը եղել է գրված։ Երեխեք, տեսեք, նայեք, էսի հետն էր, սրա մասին խոսացինք։ Սա գլխամասն է, գլուխն է, որտեղ որ գրվում է, ասացինք այն հատվածը, որը որ ծրագրավորողին վերաբերական է։ Այսինքն այս բաղանիսը, որ գրել եմ, սա ինձ վերաբերական հատված է, իսկ այս բոդին, ինչը որ երևալու է օգտատիրոջը։ Այս բոդին, որ սենց բացվում է, մինչև իրա փակվելը իրա ներսում գրում ենք։ H1 թեգի հետ ենք ծանոթանում, որը վերնագրեր գրելու համար է հիմնականում նախատեսված, ու իրա մեջ արդեն գրում ենք մեր ուզած տեքստը։ Բոլորս գրենք բարև, որ էդիտ ենք բանում, հա, բրաուզերում։ Գրեցինք բարևը։ Ապրեք, H1-ի մեջ գրեցինք։ Հիմա գնում ենք այն մեր արդեն իսկ սարքած թղթապանակ, այս թղթապանակը, այն ֆայլը, որ սարքեցինք ու Google Chrome-ի նշանը կար իրա վրա, այդ դրա վրա երկու անգամ կլիկ ենք անում։ Չի եթում, Google Chrome չունեք համակարգչի մեջ։ Հələ մի հատ բան արեք դե։ Բացեք տենամ ես։ Հələ։ Վերևը ինչ է գրած ամենավերևը։ Ապրես, index HTML-ա գրած։ Մի հատ վիզուալ կոդդ կբացես։ Նենց իջացրու բոդիի մեջի գրածը տենամ, հա։ Ինչ անում։ Բարևը գրել եք։ Ճիշտ է։ Էսի այն ֆայլը, որը որ դուք ի սկզբանե գնտարը այնտեղ պահել եք, չէ՞։ H1-ը բացվում է, H1-ը փակվում է։ Վրեժերիկ title-ը։ Չէ, երեխեք ուրեմն ուրիշ ֆայլ եք բացել։ Այս ֆայլը, որտեղ որ դուք սախրանից եք արել, հիշում ես այն Novaya քո պապկաները, որ կար։ Այդ Novaya պապկաների մեջից հələ գնա այն մյուս ֆայլը բացի։ Որովհետև այնտեղ վերնագիրը index.html չի գրելու, արդեն գրելու է վրեժ Էրիկ։ Հիմա գնա հələ այն պապկեն, այն մյուսը, որը ամենավերջում բացեցիր, հա, վիզուալ կոդի մեջից, որ create արեցիր այդ թազա բանը index.html-ը։ Կբացես էդի։ Դե հիմա դրա վրան սխմի։ Երկու հատ, արագ։ Բացեց, վրեժ Էրիկ գրեց վերևը։ Երեխեք, դուք ձեր են հիմնական են պապկեն, որ կար ու իրա մեջ էր, չէ, index.html ֆայլը, index ֆայլը։ Հիմա դրան, որ սխմեք, եթե ճիշտ պապկայով եթակ, անհնար է ինքը չբացի։ Նայեք, ես ունեի ես պապկեն, հա, ունեի ես բաղանիսը։ Ես բերել էի իրա մեջ էի սախրանից արել։ Հիմա ես վիզուալ կոդով գնում եմ ու ունեմ ստեղ մի հատ բացված պատուհան, index.html, որը որ ստեղով ֆայլով գնացել եմ new file եմ արել, create եմ արել նոր պապկայի մեջ։ Հետո եկել եք body-ի մեջ շատ ճիշտ գրել եք, H1-ը բացվեց, H1-ը փակվեց ու բարևը մեջը գրվեց, այս հատվածում։ Հիմա գնում եք այդ պապկայի, այն պապկայի, որի մեջ որ սախրանից եք արել այդ ֆայլը, դա շատ կարևոր է։ Ու երբ որ այս ինդեքսից սխմեք, ինքը պետք է այս վերևի մասում, այս վերևի մասում, որ ցույց եմ տալիս հիմա, այս բաղանիս ինչի է գրվել, որովհետև ես տեղ վերնագրի հատվածը, այս title-ի, իրա մեջ գրել եմ բաղանիս, այսինքն ես իմ
բացվող պատուհանի վերնագիրը դնում եմ բաղանիս, իսկ արդեն ներսում, մարմնի, բոդիի ներսում, էսի իրա մարմինն է։ Ու վերջ, էս ուղին չի գրե, երեխեք, էս ուղին։ Հələ մի հատ, դու մի հատ պապկա ունես, չէ, էլ ուրիշ չէիր սարքել։ Հələ մի հատ կոդդ էլի մոտիկացրու։ Visual Studio-ի կոդը, մոտիկացրու էլի, որ տենամ։ Չեմ տենում, շատ խավար է։ Բոդին բացվեց, բոդին փակվեց, H1-ը բացվեց, բարևը գրեցիր։ Երեխեք բան արեք, հա, այս վերևը որ նշան է տալիս սենց կլորավուն, մի հատ Ctrl S արա, այն Ctrl-ը ու S արա, որ այն սպիտակը փոխվի։ Տղեկ դուք էլը տենց արեք, ավտո բան save դրված չի ձեր մոտ, դրա համար է տենց ըլլում։ Արեցիր, Ctrl S արեցիր, այդ կլորը կորավ, չէ, չփագես էդի։ Հիմա գնում եք ընդե բերում է, չէ, արդեն խրոմում։ Հիմա հələ դուք է փորձեք, տղեկ, անցնենք առաջ։ Բարևը բերեց, վերևինն է բերեց, չէ։ Վրեժ ջան, դուք էլ արեք։ Բերեց։ Շատ լավ։ Ժողովուրդ ջան, հիմի տեսեք, H1-ից մինչև H6 կա։ Իրանք ինչով են իրարից տարբերվում, իրանց չափերով ու բանը, իրանց հաստությամբ տողերի։ H1-ից մինչև H2-ը բարևները գրեք, հա։ Կարակ իրան copy paste անեք, ընդամենը փոխեք ես, ուրեմն H1, H2-ները էլի։ Ctrl-C-ն copy անում, Ctrl-V-ն տեղադրում է։ Իրանցից 6 հատ պետք է լինի, H1, H2, H3, H4, հիմա վիզուալ ձեր աչքով կնկատեք իրանց տարբերությունները։ Ctrl-C-ն անում է կոպիա, copy անում, Ctrl-V-ն բան է անում, paste անում։ Եկե Visual Studio-ի մեջ սենց գործիք եք, եթե դու դնում ես իրա կողքը, Ctrl-C ես անում, Ctrl-ը գիտեք, չէ ժողովուրդ որն է։ Ctrl-C ես անում ու հենց այդ պահին Ctrl-V ես անում, ինքը տակից դնում է, նայեք, ինչքան ուզեմ կարամ նույնից բան անեմ, copy անեմ, տեղադրեմ։ Սաղի մոտ ստացվել, ա ժող։ Երեխեք ստացվել է այդ գրելը։ Թե հələ անում եք հələ։ Լավ, արեք վերջացրեք, արդյունքը տենանք, հա։ Չմոռանաք Ctrl-S-ի մասին, save եք անում, ձեր արածները save եք անում, որ ինքը հետո ցույց տա։ Ապրեք։
Ստացվեց, Գևորգ։ Վրեժ։ Վերջացրել եք այսինքն։ Լավ։ Ոնց է։ Okay։ Հիմա control S արա, որ այդ արածած փոփոխությունները լինի, եթե արել ես, արդեն բաց Google-ով, մի հատ refresh ես անում, այս վերևից, իրան update ես անում, նայ ես սլաքը, որ կա, reload this page, որ անես, արդեն կբերի, արեցիր, պետք է իրան update անես, արդեն Google-ի մեջ, նայ ես հատվածում, սենց սլակ կա մի հատ, երբ որ դու իրա վրա սխմում ես, բերեց, հիմա տեն մեկ չէ իրանց մեջ տարբերությունը որն է, չափերի տարբերությունը, H1-ը ավելի մեծ է, քան H6-ը, կախված ձեր, ուրեմն, դիզայնից, կախված ձեր ծրագրից, կախված ձեր ծրագրի ներկայացվող պահանջներից, դուք վերնագրերի համար օգտագործելու եք համապատասխան թեգը, H1-ից մինչև H6, իրանք տարբեր չափերի էին, տարբեր հաստության ու արդեն ըստ դրա կարաք որոշեք, արդեն որն է ձեզ այդ պահին հարմար, որն եք ցանկանում օգտագործեք, երեխեք ջան։ Հաջորդ թեգը, որի մասին հեսա կծանոթանանք, ինքը P թեգն է, P-ն պարագրաֆն է, ինքը մյուս թեգերից տարբերվում է նրանով, որ ինքը բլոկային էլեմենտ է։ Տեսակ ասեմ ինչի համար է ինքը բլոկային էլեմենտ համարվում։ P-ի մեջ կարանք գրենք Okay։ P թեգը բացեք, ինքն էլ է բացվող, փակվող թեգ է։ Մենք ունենք նաև թեգեր, որոնք բացվել փակվելու խնդիր չունեն, իրանք մի հատ են։ Մի հատ այդ թեգը գրվում է ու վերջ։ H թեգը, P թեգը իրանք բացվող փակվող թեգեր են, P թեգը ինքը բլոկային էլեմենտ է։ Всё եղել է երեխեք, P թեգի հետ կապված։ Շատ լավ։ Ժողովուրդ ջան, մենք ճիշտն ասած ուրիշ դասել ունենք ժամը 5-ին։ Այսօր մի քիչ այս տեխնիկական խնդիրներով զբաղվեցինք, այդ վիզուալ կոդի նստեցում, գիտեմ, ֆայլի create անել, ահագին բան ենք արել, մի հատ նորից դրանք կվերհիշեք, ես ձեզ զապիսը կուղարկեմ, մի հատ այդ ամեն ինչը նորից կվերհիշեք, հաջորդ դասին այս սաղ թեգերը մի հատ նորից իրար հետ կծանոթանանք, շատ հետաքրքիր թեգերի հետ ենք ծանոթանալու, իրանց շատ հետաքրքիր ֆունկցիոնալների հետ։ Ուրեմն այսքանով կսահմանափակվենք, քանի որ ուրիշ դաս ունենք, հա, ժամային առումով չենք տեղավորվի, արդեն ոնց որ սենց կոպիտ ասած ընկել ենք հունի մեջ, մեզ մնում է թեգերի հետ ծանոթություն ու արդեն ըստ դասի պլանի առաջ կշարժվենք։ Այդ ձեր ֆայլերը պահպանում եք, հիմա ոնց կա ժողովուրդ ջան, այսօր դե տնային չի լինի, քանի որ կոպիտ ասած տենց է բան չենք անցել, բայց արդեն հաջորդ դասի վերջում տնայինները ալնելու, մեկ էլ ով իրա մեյլը չի ուղարկել, ժողովուրդ ջան, անպայման WhatsApp-ին ուղարկում եք ձեր մեյլերը, որ Classroom-ին բան ելնեք, հա, join ելնեք, ձեզ հղումներ կգա, անպայման ուշադիր եղեք, այդ հղումներով կմիանաք, լավ, ասեք։ Այդ ձեր գրածները, որ արդեն control save եք արել, ինքը պահպանվել է վիզուալ կոդի մեջ։ Okay, իրան հանգիստ կարաք փակեք,
Այդ պապկան չջնջեք, թող մնա, մենք հաջորդ դասին շարունակելու ենք իրա վրա աշխատանք տանել, հա? Լավ ժողովուրդ ջան, շնորհակալություն, արդեն հաջորդ օրվա հետ կապված կպայմանավորվենք, ուրբաթ օրը հարմար, հա, բոլորիդ, թե պետքա քննարկենք նոր։ Լավ, ուրեմն ուրբաթ օրվա ժամերի հետ կապված մենք Արամի հետ մի հոգու հետ կկապնվենք, ժողովուրդ ջան, մի հատ դուք իրար հետ մեջ եք կպայմանավորվեք, որ այդ ժամայինը հստակ լինի, որ միանանք ու ցանկալի է բոլորը ներկա լինեն, մեկ է Միլենան, որտեղ ներկա չէր, Արեգ ջան, խնդրում եմ, իր այդ անպայման այդ ամեն ինչը բերեք այն մակարդակի, որ ինքը գա հավասարվի, հա, վիզուալ կոդի նստեցում, նոր ֆայլի create անել, այդ ամեն ինչը արեք, որ միանգամից շարունակենք, հա։ Շատ լավ։ Ձեզ եմ շնորհակալ, ժողովուրդ ջան, հաջորդ օրը արդեն կմիանանք ու մեր հունով առաջ կշարժվենք, այսօր մի քիչ տեխնիկական ծանր գնացինք առաջ, բայց ոչինչ, ամեն ինչ նորմալ է։ Ապրեք, դե լավ մնացեք երեխեք ջան, մինչ հաջորդ հանդիպում։ Տեսություն։ Տեսություն։ Այս записանող ֆայլը ոնց է պահպանում։ Screen-ով, screen recorder-ով։ Դուք այդպես չեք անում։ Ոնց եք անում։